Ողջունում եմ ձեզ հերթական գեղեցիկ Արտնամ Սատսանգի արտնամական զրույցի շրջանակում։ Ու այսօր գեղեցիկ հյուր ունենք այս տաղավարում Նելի Թումանյան։ Եթե կարճ ներկայացնեմ, ինձ համար վերջին շրջանի գեղեցիկ բացահայտումներից է։ Ես Նելին եմ, զբաղվում եմ բիոէներգիաներով, ցիլիցիլ եմ, զբաղվում եմ մարդու աուրայի մաքրմամբ, նեգատիվն եմ մաքրում, չակրաների բալանսավորմամբ, նաև միջանձնային հարաբերություններով եմ աշխատում, այսինքն եթե լինում է կոնֆլիկտներ, պարզում ենք սկզբնաղբյուրը, կարգավորում ենք դա, բուժում եմ տարբեր հիվանդություններ, անկախ բարդությունից, սա առանձին թեմա է երևի, սա անում եմ բացառապես ձեռքերի էներգիայի միջոցով, չեմ օգտագործում ոչ մի գործիք, ոչ մի այլ տեխնիկաներ, զուտ, մաքուր բիոէներգիայի միջոցով է սա արվում։ Ես եթե հայերեն մեկ բառով, ինձ համար դա հեքիմ բառի հետ է ասոցացվում, մայրական կողմից տատիկներիս ուղղությամբ ես ոնց որ այդ որակի, այդ հմտություններին տիրապետող ոնց որ տատիկներ եմ ունեցել եւ շատ գեղեցիկ է այդ մշակույթը կրել, այդ հին գիտելիքը ոգեկոչել, թույլ տալ ոգեկոչվի քո մեջ ու դրա գրող տարածող պրակտիկը լինել։ Խնդրում եմ պատմես, ոնց այդ ուժը, այդ հմտությունը զգացիր ու բացահայտեցիր քո մեջ։ Շատ հետաքրքիր է ու շատ երկար ճանապարհ է սա իրականում։ Այս ուժը զգացել եմ մանկուց, այսինքն մանկուց ես զգացել եմ, որ ինչ որ բաներ զգում եմ ձեռքիս մեջ, կանխատեսում եմ շատ լավ, կանխատեսում եմ իրադարձություններ, որոնք հետո լինում են։ Ես սկզբում մտածում էի դա նորմալ է, բոլորը տենց են, հետո ժամանակի հետ, որ ինֆորմացիան արդեն լայն տարածում գտավ, ես հասկացա ես ով եմ ու սկսեցի ինքնաճանաչման ուղի բռնել։ 8 տարի միայն աշխատել եմ ինքս ին վրա, մաքրել եմ, անցել եմ ճանապարհ, հասկացել եմ ով եմ ես, հետո արդեն սկսել եմ աշխատանքը մարդկանց հետ։ Ունեցել ենք բավականին մեծ հաջողություններ, բուժվել են շատ մարդիկ։ Սկզբի նկարագրեմ ոնց է անցնում առաջի սեանսը։ Մարդիկ գալիս են, պարզում ենք ինչ նեգատիվ ունի։ Նայում եմ, քանի որ ես բարակ պլանը շատ լավ եմ տեսնում եմ չակրաները, աուրան, ինչ է կատարվում մարդու հետ, որտեղից է գալիս խնդիրը, ամենակարևոր պատճառներից մեկը դա է, թե որտեղից է գալիս իր խնդիրը։ Որտեղ մարդիկ ունենում են շատ կորուստներ, խնդիրներ, ուզում են հասկանալ ինչն է պատճառը, որ իրանց հետ դա տեղի ունեցավ։ Սկզբնաղբյուրն ենք բարձում խնդրի, հանում ենք այդ կան մարդիկ, որոնք ունեն նեգատիվ աշխատանքներ, որոնք հիմա շատ են ցավոք անում։ Այս դարում անգամ որքան էլ որ զարմանալի է։ Գնալով ու ավելի աշխատանք։ Բայց թվում է թե այս գիտելիքի տարածման հետ, այս ինֆորմացիոն դարում մարդը պետք է արդեն գա գոնեն մինիմալ գիտակցությանը եւ հիգիենային, որ դու ինչ անում ես դիմացինին, դա նուրբ ոլորտում եւ նույն ժամանակ անում ես ինքդ քեզ։ Իհարկե։ Պատասխանատվություն, որը անգամ եթե դու չհասցնես գրել ես կյանքում, քո զավակներին է դա մնում եւ քո հոգու ոնց որ ճանապարհին հաստատել ինչ որ մի ձև դու առերեսվելու ես, այդ պատասխանը տալու ես։ Իհարկե։ Բայց քանից հետո գիտես ինչ եմ, շատ մարդկանց հետ աշխատելուց ես հասկացել եմ, որ մարդը գալիս է մի էներգետիկ վիճակի, որ ինքը փակվում է իր գիտակցությունը։ Մթագնացությունը առաջանում ու հենց այդ մարդիկ են դիմում ու իրանք չեն զգում, որ իրանք սխալ ճանապարհ են բռնել։ Իհարկե, այս ամեն աշխատանքը հետ է գնում իրենց ժամանակի ընթացքում, եթե չլինի այս տարի, կլինի 2 տարի հետո կամ սերունդներին, բայց անպայման հետ է վերադառնում։ Իսկ եթե գիտակցեց եւ ամեն դեպքում հանձնարավ ոնց որ ընդհատել այդ կարմիկ տհաճ տենդենսը, հնարավոր է, չէ՞, ամեն դեպքում ցանկացած պահի ուղղել եւ ուղղվել։ Իհարկե։ Շատ կարևոր լուսադրող ֆակտոր է։ Որ նույնիսկ արել են այդ վատ աշխատանքները տարիներ շարունակ, իրանք ինչ որ մի պահ փոշմանել են, զղջացել են, ուզեցել են վերադառնալ լուսավոր ճանապարհ, իրանց նույնպես լինում է, այսպես ասած, փրկել չակերտների մեջ։ Իհարկե շատ բարդ աշխատանք է դա, շատ բարդ է, բայց հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է Աստծով։ Իրականում ես հասկանում եմ, որ
քեզ հետ շատ սիրուն թեմաներ մենք կարող ենք բացահայտել, հա, հատկապես նուրբ զգայական թեմաներ, ասենք, չգիտեմ, մեկ օր կարող ենք զրուցել երրորդ աչք հասկացողության մասին, ինչա իրանից ներկայացնում։ Իդեպ, եթե ձեզ հետաքրքիր են թեմաներ, դուք ինքներդ կարող եք առաջարկել ու մենք գուցե չզլանանք եւ ավելի մանրամասն հատուկ թեմատիկ հաղորդումներ նկարահանենք ձեզ համար։ Բայց այսօրվա թեման, որը մենք ընտրել ենք ավելի խորը գնալ ծավալվելու հետազոտել, դա կանացիությունն է ու ընդգծված սակրալ կանացիությունը։ Մինչև այդ թեմային անդրադառնալը, կուզեմ կիսվես քո տեսիլականով ու քո զգացողությամբ, եթե վերցնենք 100-ամյակներ, կինը արժեզրկվել է եւ ճնշվել տարբեր ազգերի մոտ յուրովի ինչ որ մի ձևով եւ ինչի համար է դա արվել։ Գիտես ինչ հետաքրքիր ու շատ sense խորը թեմա է սա։ Կանացի էներգիան հենց սկզբնաղբյուրը կանացի, ինքը բավականին ուժեղ ու ամենապաշտպանիչ ուժերից մեկն է ամբողջ տիեզերքում, եթե ոչ ամենը, որովհետև գտնվելով կանացի պաշտպանության տակ ավելի ապահով է ու դրա համար երևի հենց 100-ամյակներ շարունակ ենթագիտակցորեն փորձել են ճնշել այդ էներգիան, միգուցե վախենալով, միգուցե ունենալով ինչ-որ տրավմատիկ պատճառներ, հիմնական տղամարդիկ են դե ճնշում, դրա համար փորձել են ճնշել եւ կառավարել, որովհետև գալիս է պահ, որ կանացի էներգիան նաեւ դառնում է անկառավարելի։ Եվ այս ամեն ինչը շատ ճիշտ եմ համարում ասեմ, որ նաև պետքա կանայք բերեն բալանսի իրանց էներգիան ու գտնեն իրանք իրենց։ Ինձ թվում է արդեն սկսվել է այդ բալանսի բերելը, որովհետև եթե մենք գնանք պրակտիկաների դաշտ, մենք տեսնում ենք, որ հիմա աշխարհում պրակտիկաներով, հոգևոր արթնացման տրեյնինգներով 70%-ը մոտավորապես զբաղվում են կանայք։ Այո։ Անգամ էս մեր բարդ լեռնագնացության ուղին դեպի Տիբետ, որը մենք անցանք, խմբում որքան էլ որ զարմանալի է, թվում է թե տղամարդու ուժի կերտման sense լավ առիթ է այս ճանապարհը անցնել, բայց խմբի մոտ 40%-ն էին տղամարդիկ, եթե ոչ 35-ը։ Մեծ մասամբ կանայք են ակտիվ, իրենց տանում այդ զարգացման, հոգևոր աճի ճանապարհով։ Ես իմ պրակտիկայում եմ զգացել, որ հիմնականում կանայք են դիմում, կանայք են ուզում մաքրվեն, կանայք են ուզում իրանք գտնեն իրենց այս կյանքում, հասկանան իրանց միսիան որն է, իրանց դերը որն է։ Թեկուզ գիտես միջանձնային հարաբերություններում, երբ որ ամուսնական զույգի մոտ կա կոնֆլիկտ, միշտ կինն առաջինը դիմում, որ հասկանա խնդրի պատճառը, հասնի բուն իմաստին ու պարզաբանի դա անցնի։ Իհարկե լուծելի է, եւ ցանկալի է որ նաեւ տղամարդիկ ընդգրկվեն այս աշխատանքում։ Տղամարդիկ ուզենան մտնեն այս դաշտ, հոգևոր դաշտ, կայանան։ Իսկ չես տեսնում, որ հիմա եթե վերցնենք կոպիտ ասված 60-70%, եթե կանայք սկսել են ակտիվ զբաղվել իրենց արթնացմամբ, հետևաբար տղամարդիկ եթե այդ առումով հետ մնացին, իրանք էլ չեն հետաքրքրելու արդեն ավելի ուժեղ, իմաստուն կանանց։ Ու գալու է մի շրջան, որ այդ տղամարդիկ ուզեն չուզեն, արդեն այդ գրավիչ ուժեղ էներգետիկ կնոջ համար ստիպված են լինելու, վերցնեն ուսապարկը ու գնան դեպի այդ ինքնաճանաչման մութ անտառը։ Այո։ Ես մտածում եմ ու շատ եմ հանդիպել այս դեպքեր, որ տեսնելով, որ կողքի կինը արդեն փոխվում է, հոգեպես ավելի հանգիստ է, իր մոտ ամեն ինչ ստացվում է, տղամարդն էլ է դիմում, ասում է, «Ես ինչ ես արել, որ սենց աճել է իմ զույգը», ու ցանկանում եմ ես էլ սենց աճեմ, ու սկսում է աշխատանքը արդեն իր հետ։ Ու այստեղ արդեն ստեղծվում է մի հատ հոգևոր ընտանիք, բացի ֆիզիկական պլանից, նաև իրանք դառնում են սենց հոգևոր ընտանիք ու այլ ճանապարհ անցնում արդեն այդ ընտանիքը միասին, ամուր ավելի։ Ու այդ զույգը արդեն ծառայում է արարչագործությանը, ոչ թե անհատի էգոին։ Ամենակարևորը։ Իսկ ո՞նց ես տեսնում առողջ եւ արթուն կինը
ինչ ուժ է իրենից ներկայացնում այս մատերիալ աշխարհում, որն է իր տենց առողջ ֆունկցիան, եթե ինքը վերականգնի իր տեղը, իր դիրքը այս կյանքում։ Կնոջ ուժը իմ համար շատ արարչական էներգիայի հետ կապ ունեցող ուժ է։ Նաև ոնց որ կինը պաշտպանում է իր երեխաներին, այնց հոգևոր դաշտում կնոջ պաշտպանությունը, կնոջ խնդրանքը, աղոթքը, մեդիտացիան, ով ոնց կուզի կանվանի, շատ ուժեղ է ու գործող է իրականում։ Ու երբ որ կինը կանգնում է հոգևոր ճանապարհին, մաքրում է իր ամբողջ տոհմը, իր երեխաների ապագան։ Նաև ամուսնու կյանքն է մաքրում շատ, եթե ունի զույգ։ Շատ հետաքրքիր տեսիլական հառեց աչքիս առաջ, այն որ որքան էլ չուզենք դա տեսնել կամ դեռ չտեսնենք, մատերիալ աշխարհը, արմատը հենց մատկա, մած բառն է։ Ու այդ մատկայի կնոջ արգանդի միջով այդ ծնունդը տեղի ունենում թե կանանց, թե տղամարդկանց։ Հետևաբար կնոջ հոգևոր եւ ֆիզիկական առողջությունից կախված է հասարակության առողջությունը։ Իհարկե։ Ինչ կհավելես։ Եվ կասեմ, որ խորհուրդ ավելի որպես կանանց, որ զբաղվեն իրանց հոգևոր դաշտով, կանացի էներգիայի արտնացումով, թեկուզ, եւ այս ամեն ինչը իրանց բերելու առատություն միայն, եւ հոգևոր կյանքում։ Իհարկե կլինի տրանսֆորմացիան միշտ ցավոտ է։ Ու ես միայն որ աշխատում եմ մարդկանց կյանքում, առաջի փուլը գնում է տրանսֆորմացիա, հնի քանդում։ Առանց դրա չի լինի նորը կառուցել։ Այդ մի էտապն է, որ մարդը պետքա դիմանա, կամքի ուժը հավաքի, ու այդ տրանսֆորմացիայից հետո իր մոտ նոր ուղիներ են բացվելու, թե հաջողության, թե գրավչության, ամեն առումով, ու հոգևոր իր այդ տեսլականը, իր հոգևոր այդ աչքը, որ ասում են երրորդ աչք, ուրիշ ձև է բացվում, իր մտքերը փոխվում են, ու ըստ մտքերի փոխվում է նաև կյանքը։ Մի փոքր այստեղ եթե զում անենք, որ հանդիսատեսին պարզ լինի, հանդիսատես թատրոնում աշխատել եմ տարիներ առաջ։ Հեռուստադիտողին, հայ եթերը դիտողին պարզ լինի, երբ որ մաքրման process-ը գնում, հա, ու այդ լույսը ճառագում է դեպի այդ խնդիրը, բայց այն էլ հասկանանք, որ մարդը երբ որ խնդիր ունի, ինքը այդ խնդիրը չի տեսնում։ Եթե տեսներ, ինքը իր գիտակցության լույսով կամ այն ուժը կձեռք բերեր, որ այդ հարցին լուծում տար։ Մենք սովորաբար ունենք քնած կետեր, որոնք առաջնորդում են մեր կյանքը եւ բերում են որոշակի ռիթմի ու հատուկ ծրագրի մոդելի կրկնման, հա, դրա համար ասում ենք նախնիների պատմությունը շարունակվում է, թորներն են շարունակում, այդ ինչն է, այդ մութ քնած կետերն են, որոնք ապրեցնում են մեզ։ Ու երբ որ հեքիմը գալիս է ու իր իմաստության լույսով, որքան որ մաքուր վիբրացիոն մարդը լինում է, ակա լինում, այդքան ավելի ոնց որ ճշմարիտ լույսով փորձում է ապակինում տալ այդտեղ, հիմա ինչ պիտի լինի, այն ինչը քեզ ստրուկտուրա է ապահովել տարիներ շարունակ, այդ քո կաստիլը կոտրվում է ու դու ասում ես ոնց։ Բայց դու չես նայում, որ այդ կաստիլը կոտրվել է, որ քեզ ցույց տա, որ դու արդեն կարող ես քայլել ինքնուրույն եւ դու կարող ես գուցե ցատկել, գուցե ապարել ու ճախրել, ով իմանա։ Շատ հետաքրքիր բան ասացիր, հավելեմ, որ կան խնդիրներ, որ մարդը իրոք չի տեսնում, եւ կան խնդիրներ, որ նա տեսնում է, ուղղակի ասում է, ինձ պետք է հիմա այս խնդրով ապրելը, որովհետեւ տրանսֆորմացիան ցավոտ է։ Ես չեմ ուզում դա անցնել։ Բայց եթե գալիս է մարդը հանդիպում է իրական բժշկի, sense ճակերտավոր ասած, որը իրոք կարող է իրան բուժել, որտեվ հիմա շատ մոդայիկ է դարձել այդ բուժումները, հիլինգները, անգլերեն ասեմ, բայց ոչ բոլորն են արդյունավետ։ Եվ եթե ինքը իրոք հասնում է այդ բժշկին, որ ինքը կարող է բուժել, ուրեմն քո ժամանակն է, քո կարման արդեն ներում է քեզ ու պահանջում է քեզ բուժվել։ Հակառակ դեպքում դու չէիր հանդիպի այդ մարդուն։ Եվ կա խնդիրներ, որ իրոք գալիս են տոհմից, ոնց որ ժառանգական հիվանդություններն են փոխանցվում, տենց էլ էներգետիկ պարտքերը, ծրագրավորում ունի տոհմը, այդ ծրագրավորումն է գալիս դեպի մարդուն, եւ դրանք հատարհատ պետքա մաքրել, սա մի օրվա աշխատանք չէ։ Ես մի օրում
կարող եմ արդյունք տալ։ Երբ որ մարդը գալիս է նստում է, ես ձեռքերս պահում եմ, ինքը միանշանակ արդեն վստահ է, որ իրոք արդյունքը գնալու է, որովհետև զգում է ֆիզիկական մարմնով ամեն ինչ։ Տարբեր շենց զգացողություններ ա ունենում, ամեն մարդու մոտ ինդիվիդուալ տարբեր է, բայց մի օրում անհնար է ու սուտ կլինի, որ ասես մի օրում մարդը կբուժվի, որովհետև տարիներով այդ բեռը կրելով մարդը չի կարող մի օրում բուժվել եւ անցնել։ Ես աշխատում եմ դրա համար կուրսերով, կուրսերի ընթացքում անդրադառնում ենք եւ տոհմին, եւ անցյալ կյանքերին նաեւ, որովհետեւ խնդիր կա, որ մարդը բերում է անցյալ կյանքից։ Եվ այդ ամեն ինչը հանգուցալուծում է պահանջում։ Իսկ կարելի է ասել, որ երբ մարդը հասնի իր էվոլյուցիոն ընկետին, որտեղ ինքը սկսի ճառագել լույս եւ իմաստություն, արդեն են մնացած մյուս խնդիրները, ասում են նամտոգներ են ասում, այդ կարմические печати հայերեն, ինչպես կասեն, կարմիկ կնիքները, հա, այդ որ տենդենսները, կեռիկները, sense քո դաշտում կախված, որոնք ղեկավարում են քո կյանքի ռիթմը ինչ որ առումով, բայց երբ որ դու հասնես այդ ներքին արթնացման ու ճառագմանը, իրենք ոնց որ այդ լույսի ներքո ուղակի կթափվեն, կայրվեն, կթափվեն, էլ կարիք չի լինի հատ առ հատ իրանց մշակել, բայց սկզբում, երբ որ առաջին քայլերն ես անում, դեռ այնքան շատ են իրանք, որ դժվար քեզ ոնց որ շատ դժվար կլինի ճանապարհը դեպի ներքին ճառագում, ուրեմն կարևոր կլինի այն ծանր բաներից ազատվել, ու ավելի հեշտ կլինի դիպչել այդ էության ճշմարիտ լույսին։ Գիտես ոնց է, երբ որ մարդը ունենում է ինչ-որ խնդիրներ, մաքրման ընթացքում կեսից շատը արդեն անցնում են, առանց անդրադառնալ։ Բայց կան շատ, այսպես ասած, կնիքներ, էներգետիկ, որ մնում են ու մարդը, եթե ինքը չի գտնվում այդ հոգևոր դաշտում, անհնար է որ ինքը թեկուս մեդիտացիայի շնորհիվ կարողանա դա իր մեջից դուրս հանել, որովհետև դրանք ունեն շատ խոր արմատներ ու դրա համար նաև պետք է հոգևոր տեսողություն, որ բարձի սկզբնաղբյուրը։ Եթե ինքը չունի հոգևոր տեսողություն, չի տեսնի սկզբնաղբյուրը։ Այստեղ ամենաճիշտը ու ամենալավը գիտակցես սկզբնաղբյուրը ու տեսնես։ Երբ որ մարդը սկսում է գիտակցել, իր մոտ ամեն ինչ անցնում է։ Ամենակարևոր պահը գիտակցելն է աստինց։ Գիտակցելն էլ ինչ է, շատ կարևոր պահ է այդ գիտակցելը, բայց որ մի հատ բառ կա, չնայած գուցե հայկական բառ չի մուխանած, ինքը հայկական բառ չի, բայց այդպիսի sense ամենաբարդագույն աղմաղ վիճակ է այդ գիտակցության, մաքուր գիտակցության մանիֆեստացիան, որովհետև որ ասում ենք գիտակցության հարցը, այդ թերևս ամենակարևորն է, որ ասում են մարդիկ քնած են, մեծ մասը քնած են, ինչի մասին է խոսքը, պարզա դուք գիշերվա քնից արթնանում եք, բոլորս էլ արթնանում ենք, խոսքը քնած գիտակցության մասին է, մի տեսակ թմբիրի մեջ գտնվող գիտակցության մասին է, ու այն մարդկանց, որ ասում են լուսավորյալ, իրանք ընդհանրապես տարբերվում են արթուն, ճառագող գիտակցությամբ։ Քնածա գիտակցությունը ու այդ են վիշապն է 7 գլխանի, որին պետքա ինչ-որ առումով հաղթելով ազատագրել այդ տարածությունը, այդ հողերը այդ վիշապից, որը տենց եկել է ու վախի մթնոլորտում, կապանքների մթնոլորտում է պահում այս սիրուն տիրույթը։ Գիտակցության արտնացում։ Նշեմ, որ իրոք կան մարդիկ, որոնք փորձում են ուժ են գործադրում, բայց էներգիան չի բավականացնում այդ գիտակցելու թեկուզ։ Մարդը ապաթիայի մեջ է, ինքը ուզում է դուրս գա, բայց չի կարողանում։ Դա էլ հենց այդ նեգատիվն է, որը տարբեր կողմերից շրջապատում է մարդուն։ Հանելով այդ նեգատիվը, մարդը ինքը գալիս է գիտակցության։ Այսինքն իմ աշխատանքի բնույթը ոչ թե որ ես ստիպեմ, որ ինքը գա գիտակցության, այլ բերեմ մի դաշտ առանց բռնության, որի շնորհիվ ինքը կգա գիտակցության, ինքը կարթնանա, ինքը կփոխվի։ Այո։ Այսինքն սա կախարդական փայտիկ չի, որ ասեմ, ես օրինակ սեանսների այդ ժամանակ աշխատանքի շատ բաներ սկզբից չեմ խոսում։ Լուր աշխատում ենք ու գալիս է մի պահ, որ մարդը զանգում է կամ գալիս ասում է, ես հասկացել եմ։
Ինձ դա է կարևոր։ Այսինքն ես չեմ ներարկում ինչ որ բառեր, ինչ որ sense թեորեմներ, չեմ մտնում ինչ որ մշակույթների մեջ բացատրում, ուղղակի լուր աշխատում ենք, երբ որ պահը գալիս է, մարդը ինքն ասում, ես հասկացել եմ։ Դա իմ համար այն ամենամեծ ձեռքբերումն է։ Արի նորից վերադառնանք կանացիության դաշտ, ու մի քիչ խոսենք, թե դա ինչ էներգիա է, ինչ է իրանից ներկայացնում։ Դու ո՞նց ես դա տեսնում։ Արի ասենք, որ մենք պատրաստել ենք շատ հետաքրքիր ծրագիր, որի մասին խոսենք մի փոքրիկ։ Ճակերտները բացեցնելի։ Մի փոքրիկ խոսենք, ու հենց այս ծրագրի միջոցով էլ բոլոր կանայք, ովքեր որ ցանկություն կհայտնեն գալու, իրենք իրենց վրա կզգան ու կտեսնեն նաև հոգևոր պլանում այն ինչ որ մենք կատարում ենք, այն մեծ աշխատանքը ինչ որ անում ենք։ Այսինքն կծանոթանան կանացի սկզբնաղբյուրին, իր էմանացիաներին, կստանան կանացի պաշտպանություն, որը հետո կկարողանան կիրառել իրանց կյանքում։ Սա նմանը չունեցող նախագիծ է լինելու, որը որ շատ խոր աղբյուրներ ունի, շատ հին եկած մշակույթից է, իրանք հենց այդ ծրագրի ընթացքում, հենց այդ ժամանակ տեսնելու են ու միանալու են կանացի սկզբնաղբյուրին։ Շատ զիլ է։ Իրականում, երբ որ ոգեկոչվում է քո մեջ այդ էներգիաները, ինքը մի տեսակ միստիկ մագնիսական դաշտ է ստեղծում։ Իմ փորձառությամբ կիսվեմ, որտեղ մենք կանացի պարերի, շարժման, ձայնի, հնչեղության պրակտիկաներ ենք արել, եւ ամեն անգամ այդ կուրսը, երբ որ ավարտում էինք ու մենք դուրս էինք գալիս արտաքին աշխարհ, միշտ տարօրինակ հայացքներ էինք որսում մեզ վրա։ Ու բոլոր կփաստեն են կանայք աղջիկները, ովքեր ներկա են եղել, մասնակցել են այդ միջոցառումներին ու միշտ հետաքրքիր կապ են դուրս եկել, ֆիդբեք են տվել, հա, որ Անահիտ, գիտես, չգիտեմ, սենց իրավիճակ եղավ, սպոնտան որոշեցին ինձ օգնել ինչ որ հարցում, գեղեցիկ ոնց որ արձագանք եմ ստանում եւ կոմպլիմենտներ եմ ստանում, որովհետեւ չհասկանալով, բայց մարդը զգում է այդ էներգիան։ Տղամարդիկ, երեխաները, մեզ շրջապատող կանայք սկսում են որսալ այդ դաշտը։ Հենց կանացի գրավչության մասին է խոսքը, որ ավելանում է։ Այս ծրագիրը, որ ասում եմ, տալու է, ինչ է տալու դա մեզ։ Տալու առաջինը կանացի գրավչություն։ Ինչ է գրավչությունը։ Ոչ միայն տղամարդկանց համար, այլ նաև կյանքի, հաջողության, սիրո համար։ Այդ շատ գլոբալ հասկացողություն է։ Կանացի գրավչությունը ինքը հարթում է ճանապարհներ, մեծ ճանապարհներ կանանց համար։ Տալու է կանացի պաշտպանություն։ Տեսնելու ենք, որ իրոք մարդիկ իրանց հոգևոր պլանում, հոգևոր դաշտում տեսնելու են այդ պաշտպանությունը, կիրառելու են իրանց կյանքում։ Ինձ թվում է այն կանայք ամեն դեպքում, ովքեր նուրբ ոլորտից կզգան կանչը ու հրավերը պատրաստ կլինեն հայտնվել այս դաշտում, մենք նաև կփորձենք կիսվել այդ հետադարձ կապով, թե յուրաքանչյուրի մոտ ինչպես անցավ տրանսֆորմացիոն փուլը, ինչա տեղի ունենում, ոնց է դա արտահայտվում, կարծում եմ պատրաստական կլինեն կանայք աղջիկները կիսվելու, մենք ինքներս էլ հոգատար ձևով այդ ամեն ինչը խնամքով կներկայացնենք, որ ամեն դեպքում պարզ լինի, թե ոնց է աշխատում էներգիան, ոնց են աշխատում պրակտիկաները ու ոնց է տեղի ունենում տրանսֆորմացիան։ Ինձ թվում է մենք սրա մասին շատ մանրամասն հետո պատմելու ենք, ցանկության դեպքում կարող ենք շուտ անել, բայց սա շատ այնց նուրբ ծրագիր է, որը պահանջում է մի առանձին սենց հանդիպում, որի ժամանակ սենց մանրամասն մենք խոսանք, կպատմենք, ինչ փուլեր են անցնելու, սա ինքը իրանով նաև ձեռնադրման պրոցես է, այսինքն ունենալով իրավունք ձեռնադրել, մենք ձեռնադրելու ենք մարդկանց մի սենց սիրուն, սենց հոգևոր էներգիայով, որ մարդը ինքը կկարողանա հետագայում իր ամբողջ կյանքում
կիրառել թե իր երեխայի համար։ Շատ սիրուն բան ա լինելու։ Այնպես որ կարծում եմ ոմանց իսկապես շատ գեղեցիկ պարգև է այս հնարավորությունը գալ ու անցնել այս տրանսֆորմացիոն, բառից բուն իմաստով տրանսֆորմացիոն փորձառության միջով, որը տևելու է մի ամիս, ենթադրում եմ այս բային 12 հանդիպումներից է բաղկացած լինելու, ավելի հստակ մենք ինձ թվում է Artnami էջով կարող եք հետևել Նելի Instagram-յան էջին, իմ էջին, Artnami էջին ու այնտեղ հաստատ մենք ինֆորմացիայով ու մանրամասներով կկիսվենք։ Իսկ տրանսֆորմացիան ինչն է ինձ ոգեկոչում դեռ շարունակել այս ուղին, մնալ այստեղ ու արարել այստեղ համախոհ ընկերների, համախոհ մարդկանց հետ, այն որ ես տեսնում եմ մարդկանց դիմագծերը ոնց է փոխվում, հայացքի խորությունը ոնց է փոխվում, այն ընկերների, որոնք գալիս անցնում են իմ դաշտով, պրակտիկաների միջով, տարբեր ուսուցիչների դաշտով, ես իմ աչքի առաջ տեսնում եմ մինչև ու հետո։ Իրանք հետո գնում են ինքնուրույն շարունակում են, հարթում են իրենց ճանապարհը, բայց հայացքն ու դիմագծերը այլևս նույնը չեն։ Այո, նույնը չեն։ Այն նույնը չի լինում։ Կյանքը փոխվում է։ Թերևս այն թանկագին ռեսուրսն է, այն թանկագին գիտակցումն է, ականատեսը լինել այդ տրանսֆորմացիայի։ Ինչ որ առումով հպվել եւ տալ հնարավորություն ստեղծել այն դաշտը, որտեղ մարդիկ գալու են ու ապրեն այդ մոգական փորձառությունը։ Սա նաեւ մեծ պատասխանատվություն է։ Մեծ օրհնություն է եւ մեծ պատասխանատվություն է։ Պատասխանատվություն է ինչով, որովհետեւ չի կարելի մի փոքրիկ սխալ նույնիսկ, որտեւ հենց մասնագետը, պրակտիկը ինքը պատժվելու է։ Դրա համար սա ոչ թե ինչ որ բանա, որ որոշել ենք ուղակի անենք, այլ ելնելով մեր խորը գիտելիքներից ու մեր վստահությունից ինքներս մեր պրակտիկաների վրա, մեր էներգիայի վրա, մենք որոշել ենք համարձակվենք ու անենք սա։ Սրտից սիրտ, այլ տարբերակ չի մնում։ Իրականում, երբ որ նուրբ ոլորտից քեզ արդեն այդ թույլտվությունը տալիս են խոսելու, բարձրաձայնելու որոշ թեմաների մասին, էլ չեմ ասում այդ դաշտը ստեղծել ու այդ տրանսֆորմացիայի հնարավորությունը ստեղծել, դու արդեն դա չանել չես կարող, որովհետև այլ տարբերակ եւ այլ ընտրանք չկա։ Եթե մենք հանձն ենք առել այս դարաշրջանում, այս հզոր, միստիկ, մոգական դարաշրջանում այս տարիներին լինել ներկա, արթուն ու ծառայել այս տրանսֆորմացիոն փուլին։ Ամենապատասխանատու տարիներն են, ասեմ։ Սրա մասին նույնպես կխոսենք, իհարկե, առանձին, բայց ամենապատասխանատու տարիներն են, որը երբևիցե եղել է 100-ամյակի մեջ։ Վստահ եմ։ Իդեպ մոգական բառի հետ կապված ես այս տարիների փորձառությունից հասկանում եմ, որ որոշ բառեր կան, որ trigger point-ներ են, այսինքն մարդկանց մոտ sense մի տեսակ բան են առաջացնում, հարց, բայց միշտ հղումը փորձում եմ տանել դեպի ակունք, դեպի հանդարտության ու սիրո դաշտ։ Ու եթե մենք քրիստոնեության պրիզմայով նայենք, մոգերը առաջին մարդիկ էին, ովքեր դեռ մինչև ծնվելը տեսան Աստղը Հիսուսի, եւ առաջին մարդիկ էին, ովքեր ճշմարիտ ընծաներով մոտեցան մանուկ Հիսուսին խոնարհումով։ Այսինքն եկեք հասկանանք եւ մոգությունը սխալ տեսանկյունից չդիտարկենք, որովհետեւ մենք մարդիկս մի շատ հետաքրքիր որակ ունենք։ Գուցե մենք խոսում ենք մի բանի մասին, բայց մարդիկ իրենց գիտակցության պրիզմայով ընկալում են լիովին այլ բան։ Ու նույն բառը մեկի մոտ լիովին ուրիշ արժեք ունի, մյուսի մոտ դա վախ առաջացնում ու դա էլ է հասկանալի, որովհետև իմաստուն մարդկանց հարյուրամյակներ ոչնչացրել են, որս ա եղել շամանների նկատմամբ ու տեղից առաջացել է շաման առանց թմբուկ հասկացողությունը, թմբուկները այրում էին, շամաններին ոչնչացնում էին, իմաստուն մարդկանց ոչնչացնում էին, Հնդկաստանում պանձիտներին էին ոչնչացնում, կանանց արգելում էին պարել,
երբ որ Անգլիան այդ իր բռնատիրական համակարգը Հնդկաստանում տարածում էր, ընդամենը 2 օր առաջ իմ դաշտ գալիս են փաստաթղթեր, որոնցով ում հետաքրքրի ես կարող եմ կիսվել, թե ինչպես է արգելքները ստեղծվել, այդ օրենքները, որ տաճարներում արգելում էին պարել կանանց, որովհետև կնոջ պարը տաճարում ծառայում էր արարչագործությանը եւ ոգեկոչում էր։ Հիմա մենք այդ ոգեկոչում ենք, հիմա այս մեր կանացի շրջանի ընթացքում նաև լինելու են սակրալ պարեր։ Այդ էներգիաներին մենք հպվելու ենք ու հասկանալու ենք, իսկ ոնց է այդ կանացի սակրալ պարը ծառայում արարչագործությանն ու արթնացմանը, որը արգելել են։ Հավայան կղզիներում են բնիկ կանանց արգելեր պարել ու այդ շակտին շարժել։ Իսկ արաբները խելամտորեն այդ արգելքի ժամանակ վերցնում են այդ պարը, մտցնում են քողի տակ ու ասում են կծառայես ոչ թե արարչին, այլ կծառայես կոնկրետ անձի, էգոյին։ Այո, արքային, կծառայես տղամարդուն։ Այո։ Փակում են վերին հարթությունները, թողում են ներքևի էներգիայի շարժը ու ծառայեցնում են ծնելիությանը, տղամարդկանց քմահաճույքներին։ Ու հետո գալիս են մարդիկ ու ասում են, որտեղ եք տեսել կին իմաստունների կամ կին հոգևոր ծառայողների։ Որտեղ եք տեսել։ Հիմա դեռ շատ կտեսնեն։ Այո։ Ու այստեղ մի շատ սիրուն պատմություն եմ ուզում պատմել, երբ որ Բուդդան իր աշակերտներով հավաքված են լինում թեախմության, նաև լինում է մի կին աշակերտ, որպես փոքրամասնություն, եւ տղամարդկանց համար այդ թեյն է պատրաստում, տարածքն է պատրաստում։ Եվ երբ մի տղամարդու թեյ է լցնում, այս տղամարդը որպես Բուդդայի աշակերտ օրհնում է այս կին աշակերտին, ասում է. «Մաղթում եմ, որ հաջորդ կյանքում տղամարդ ծնվես եւ լուսավորվես»։ Այս կնոջ մեջ շատ ուժեղ վրթովմունքի էներգիա է գալիս ու տենց վիրավորանք ու Բուդդան լսում է այս զրույցը, ասում է. «Ես օրհնում եմ քեզ, որ դու հենց կանացի մարմնում լուսավորվես»։ Ու այդ պատմություն, ասենք, բուդդիզմից, բայց բոլոր իզմերից դուրս, երբ որ մենք բաց ենք թողնում այդ կաղապարները համամարտկային։ Գիտես, մի հետաքրքիր բան էլ ասեմ, քանի որ մենք քրիստոնյա ենք, Հիսուս Քրիստոսից էլ օրինակ բերեմ, որ ունեցել է շատ սիրելի աշակերտուհի Մարթան, Հազարոսի քույրը, որը հյուրընկալել է Հիսուս Քրիստոսին ու համարվել է իր աշակերտուհին։ Ու ծառայել է Հիսուս Քրիստոսին, մի ամբողջ կյանք նվիրել է, այսինքն չի եղել խտրականություն։ Իսկ ես Հիսուս Քրիստոսին ընդունում եմ իմ հոգևոր ուսուցիչ։ Եվ չկա խտրականություն, որ մշակույթում դու կբարձրանաս, այո, որտեվ բոլորս բարձրանում ենք միտեղ։ Սարի գագաթը ճանապարհներով, այո։ Ճանապարհը դու ինքդ ընտրիր, որն է քեզ հարազատ, բայց կարևորը այդտեղ չդառնալ ֆանատիկ։ Այո, այո։ Կան որոշակի, այսպես ասած, չեմ վախենա ասել, էգրեգորներ, որոնք մարդը չպետք է մտնի նրանց մեջ։ Նույնն է ֆանատիզմի էգրեգոր, որ ամեն ինչը պետք է անես սիրուց ելնելով։ Ոչ թե զգաս ենթարկվես ինչ-որ թեորեմների, այլ սիրուց ելնելով դու գնաս քո ուղին։ Այո։ Ընկերներիցս Դմիտրի Լապշինովը շատ ուժեղ գեղեցիկ պրակտիկ, հուսով եմ առիթ կլինի ծանոթանալու նրան, շատ գեղեցիկ ասույթ է բարբերաբար կրկնում, ասում է հոգևոր արթնացման ճանապարհին դու քայլում ես մութ անտառով։ Ու այդ անտառում գոյություն ունեն գայլեր, որոնք ուզում են գան քեզ հոշոտեն, հա, այդ մութ կողմը, եւ գոյություն ունեն լուսավոր քրմեր, որոնք ուզում են գան հոգիդ փրկեն։ Ասում է իրական ոչ, նրանց ձեռնա պետք ընկնել, ոչ նրանց։ Այո։ Այնպես որ սրտանց մաղթում եմ, որ ձեր արթնացման ճանապարհը լինի սիրով լի, հավատով լի, արթունությամբ լի։ Մենք փորձում ենք մեր լուման ներդնել, տարբեր գործիքներով կիսվել, հասկանալ ոնց կարելի է դա անել, որ հասնենք այն կետի, որ մեր ներքին հոգևոր ուսուցիչը արթնանա։ Այո։ Ինչ կհավելես ավարտին։ Հավելեմ, որ ինչպես մեր ֆիզիկական մարմինն ենք խնամում, լվանում ենք, հագցնում ենք սիրուն, այնպես էլ պետք է մեր հոգին մաքրենք ու մշակենք ամեն օր։ Այս արթնացման, այս տրանսֆորմացիայի ճանապարհը ամիսը մեկ չպիտի լինի, պիտի լինի ամեն օր, տարիներով։
Սա չպիտի լինի պարտականություն, պիտի լինի հոգու սով դեպի դա։ Կանեմ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Ու եթե հարցեր ունենաք, կարող եք ձեր հարցերը այս տեսանյութի տակ թողնել, Նելիի հետ կփորձենք հետևել, սիրով պատասխանել, ու եթե զգանք տարածություն ունի կարիք հետագա հանդիպումների եւ գեղեցիկ զրույցի, կփորձենք ստեղծել այդ պայմանները ու դա կայացնել, եթե ձեզ հետաքրքիր է եւ կան կանչող թեմաներ։ Այսքանը։ Կհանդիպենք։